Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Արուշանյան, ձեր ասելիք կխնդրեմ։ Ուղիղ 5 տարի ասում եմ նորից կրկնեմ։ Հայ ժողովուրդ ոտքի կանգնեք։ Արցախահայություն ոտքի կանգնեք, մինչև դուրս չգա հրապարակ, ձեր հարցերը չեն լուծվելու։ Ձեզ կոտորելով բերել հասցրել են Հայաստան։ Հայաստանում տեր չեն կանգնում։ Մարդիկ մի կտոր հացի կարոտ են մնացել։ Իրենք են ժողովուրդը չեն, որ այս թշվառության մեջ ապրեն։ Եթե չեք կարողանում ղեկավարել, դուրս եկեք, ռադներդ քաշեք, թողեք այս մարդիկ ապրեն։ Ուրեմն ժողովրդին ապահովում եք նպաստով ու թոշակով, ստոր արարածներ, հերիքալ լափեք։ Ժողովուրդ մեզ ղեկավարում են 3 թուրքեր, մենք ղեկավար չունենք, մեր ղեկավարը թուրք է, վաղը չեմիսորը գնալու է, մնացածն է ձեզ ծախի գնա։ Դրված է հայ լինելու չլինելու հարցը, վաղը նույսորը ես ինչ ասել եմ կատարվել է, ես բարերից տերն եմ, խոսքից տերն եմ, միջև հիմա ինչ ասել եմ կատարվել է, ես էլ է կատարվելու, վաղը չեմիսորը թուրքերը լցվելու են Հայաստան, Ես բնակարանները, որ սարքել է, ու դուք ոչ մի բաներ չեք կարողանալու անել, քանի ուշ չի, բոլորը դուրս եկեք, սա շատ քիչ է, ու ուզում եմ կոչս ուղղել նաև այն մարդկանց, ովքեր օգտվել են Սամվել Կարապետյանի ունեցվածքից, Բարեր Արաբաղից ունի մաստում, Ռուբեն Վարդանյանի նորացակ Բաքվի բանդում, Սամվել Կարապետյանի մորանում եք, են տաշիր պիցաները լրիվ կապում, այս ստոր արարած ենքան ստորա, մարդու են ամենաբանդը, խոցելի տեղին ախպում, որ մարդիկ թողեն գնան, ոչ եմ անում, չթողեն գնակ Արցախահայություն, դրսում էլ չի լավ, Այդ տաշիպիսաների համար են պայքարում։ Ամեն ինչի համար էլ պայքարում ազատություն Սամվել Կարապետյանի այս ստորը ենքան սրպապիղծ ձերքը դնում է արդեն բեհափարի վրա ստոր դու ով ես 1000 տարի մենք պետականություն չենք ունեցել Ես եկեղեցին ամեզ պահել, եկեղեցին ամեզ հայ պահել, ով ես դու այս ստոր, մի երկու հոգի, մենք երկու հոգի ունենք, մնացածը ճանճերի պես չռնելու է, ինքը և իրա ոչ կինը, չգիտեմ ընկերուհի ակինա և այլը, դրանք են ղեկավարում երկիրը, ժողովուրդ մի վախեցեք, այս ստորը դրսով եկել այս ոչլոտ խապեպան, դրսով եկել է, դրսով էլ գնալու է, ուղղակի հավաքվել ապետ, մի մոռացեք ձեզ ինչեր են արել ժողովուրդը, Սամվելը, մայր եկեղեցին, թաքուն գաղտնի ճանապարհներով ձեզ ապահովել են, ուզում եմ, որ բոլորը գնա, անձամբ ես բոլորը գիտեմ, թե ինչեր արել, սկսել է պատերազմը իրա նախաձեռնությամբ, որ ազգի սերուցքը տարել է, եռաբլուրում թաղել է, մնացածին էլ հիմա էլ գլուխներն է Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, սկսած Լևոն Հայրապետյանից, այն ժամանակվանից Լևոն Հայրապետյանից սկսած մեր բարերարներին բոլորին գլխատում է, որ ազգը մոլորվի չկարողանա ոչ մի բան էլ չանի։ Դուք ուժեղ եք, մենք ուժեղ ենք, մի հատվեք, աշխատեք այս ստորին, այս թուրքին, երկիրը քանդել է, ոչ մի բան չի սարքել, թուրքը մի քանի տարում 300 պորտ է սարքել Արցախի տարածքում, թող ցույց տա ինչ է արել, ոչ մի բան չի արել, քանդում է Հայաստանը, գյուղատնտեսությունը քանդել է, կրթությունը քանդել է, մշակույթը քանդել է, ուր է ինտելիգենցիան, որ դուրս չի գալիս, որ օգտվում են Սամվելի
բարեգործությունից։ Ոչ մեկը չկա, վախենում են ժողովուրդը, որովհետև կարել է կողել բանտերը, մարդիկ վախենում են, բայց կգա մի ժամանակ, որ կազատվեն այս ստորից, այս Թուրքից, իմացեք, որ Թուրքիայում ստորագրի հողերը հանձնի կա, լավ բան չսպասեք այս խաբեփայից, ես ասել եմ ինքը 3 եղբայրներ եմ մեզ ղեկավար, դուք պայքարեցեք, որ տնով տեղով ապահովի, ձեր թոշակները տա, նպաստները տա, այդ երեխեքին տեղ տանեք, չգաղթեք, դա իմ խնդրանքն է, չգաղթեք և աչակցեք և Սամվել Կարապետյանին և Մհեր Վեհափարին, այս ստոր խաբեբան ձեր չխաբնվեք։